Վերջի այցը, նկատի ունեմ պաշտոնական այցը Ռուսաստանի նախագահի, ըստ էության ցույց տվեց, որ իշխանությունը պահելու համար պատրաստ են ամեն ինչի, այսինքն պատրաստ են հանձնել, ասենք, գազի հայրուս գազարդի, այսինքն այդ 20%-ը, որը կառավարությաններ լեգիտիմացիան պակասը ստիպեց իշխանություններին, որպեսզի խոստումներ տան արևմուտքին, հետո իհարկե Ռուսաստանը վերջի պահին կարողացավ, քանի որ իշխանությունը թույլ լինելով բնական այդ ճնշումների ենթարկվում է, միանգամից անցնել այս կողմ։ Հայաստանի համար Եվրոպա թե արևմուտք այդ իմաստով երկրորդական հարց է, որտեղ եթե մեկը քաղցկեղով հիվանդ է, կարևոր չի, էլի, մարշրուտնիով է գնում, թե ինչպես ասում են, տաքսիով, թե ասենք 100,000 դոլարանոց մեքենայով։ Ի վերջո մենք երկիրը ներսում քաղցկեղի է եւ այդ քաղցկեղի պատճառը այս իշխանությունն է եւ միակ ելքը իշխանափոխությունն է, որովհետեւ կրկնում եմ, այդ նույն բոլոր խնդիրները նայում ենք այդ կենսաթոշակն այդ պարտադիր կൂട്ടակայինի հետ կապված, ասենք բոլոր խավերը դժգոհ են, բացի մի քանի հոգուց, բոլորը դժգոհ են։ Երկրներ կան, որտեղ ՆԱՏՕ-ի զորքը կա, բայց ամենամս իրենց արժանապատվությունը չեն կորցնում։ Մեր խնդրումը ես ոչ հակառուս եմ, ոչ էլ արևմուտքին դեմ եմ։ Հակառակը ես գտնում եմ, որ Հայաստանը պիտի թեկուզ ռուսական զորքերը կան ստեղ, ասենք մենք մեր անվտանգության համակարգը այս պահին այն ժամանակ էլ այս պահին էլ մենք այլ ընտրանքը չունենք, բայց դա չի նշանակում, որ Պուտինը պիտի ինչ-որ բան ասի, մենք ասենք ծափահարենք կամ քծնենք կամ հասկանում եք, երևի պետություն չկա։ Սա է, թե չէ ասենք այդ արևմուտքը ամենայն դեպս իր սխալի պատուղները նաև ինքը քաղում է։